յուրաքանչյուր մեծ հաջողություն սկսվում է փոքր երազանքից։ Փոքր, երբեմն աննկատ գաղափարը նպատակասլաց աշխատանքի և հետևողականության շնորհիվ ժամանակի ընթացքում վերածվում է մեծ գործի, բայց մեծ հաջողությունները միայն գաղափարով չեն կառուցվում։ Դրանց հիմքում վստահությունն է և համագործակցությունը համախոհների հետ։ Այս տեսանյութում հաջողության իրական պատմություններ են, որոնք հնարավոր են դարձել բանկերի հետ համատեղ աշխատանքի և համագործակցության արդյունքում։ Գործընկերներ, որոնք տեսնում են ներուժը, օգնում են բիզնեսին կայանալ, աճել, զարգանալ ու թողնել հետք։ Ընկերությունը ստեղծվել է 90-96 թվականին և տնօրինում է երկու հիդրոէլեկտրակայան՝ Շաքի հեկը և Որոտնա հեկը։ Ներկայումս մենք գտնվում ենք Շաքի հեկում։ Շաքի հեկը շահագործման է հանձնվել 36 թվականին, սկսել են 34, 32, ավարտել են 36-ից, մոտ 10 տարի հետո պետք է շուկով նշենք հիդրոէլեկտրակայանի 100-ամյակը։ Շատ եզակի հեկ է, որի մեջ առկա է բոլոր հիդրոկառույցները։ Հեկի շահագործման և վերազինման հարցով նույնպես ունենք գլխավոր գործընկեր, հանձինս Հայաստանի լավագույն բանկերից մեկին։ Այս տարի կատարեցինք հսկայածավալ ֆինանսական ներդրումներ, օգտվեցինք կառավարության օժտած հնարավորություններից, լիզինգային ծրագրերից և նորացրեցինք սարքավորումները, որի հաշվին էլեկտրաէներգիայի արտադրությունը շուրջ 20-30%-ով ավելացավ։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նաև նոր սարքավորումներ ենք ձեռք բերել, որը կարծում եմ եզակի է Հայաստանում։ Ձեռք ենք բերել ժամանակակից եվրոպական արտադրության ցանցեր և ցանցերը մաքրող սարքեր, ավտոմատ, ինքը աշխատում է առանց մարդու միջամտության։ Մեր դեպքում ես այդ նոր սարքերի տեղակայումից հետո կարծում եմ մեր արտադրությունը նախորդ տարիների նկատմամբ կավելացվի առնվազն 30-35%-ով։ Մեղրին ինքը շատ կարևոր տարածաշրջան Հայաստանի Հանրապետության համար, որով հետաքրքրում են գրեթե ամբողջ աշխարհը։ Եվ բնականաբար մեղրիում չունենալ կոմունիկացիաներ, չունենալ ձեռնարկություններ, ընկերություններ, որոնք փոքր քիչ կամ շատ մեղրին տալիս են հնարավորինս բարետես, բարեկարգ վիճակ, դրանցից մեկն էլ մեր ընկերությունն է։ Ունենք բավականին հաջողված ճանապարհներ, կառուցում ենք այսօր, կառուցելու ենք դեռ երկար տարիներ, ինչքան կկարողանանք։ Կառուցում ենք հիվանդանոց, կառուցում ենք դպրոց, կառուցում ենք հիդրոտեխնիկական մաքրման կայան մեղրի համար։ Շատ մեծ գործեր ենք կատարում, հատկապես մենք էլի մեղրի զարգացմանը, մեղրի կայացման համար։ Մեր ընկերությունը ունի երկար պատմություն։ Անցած ուղին երկար ա եղել, նաև շատ դժվար, որովհետև ժառանգեցինք այնպիսի մի ընկերություն, այնպիսի մի ձեռնարկություն, ճիշտ ասած մի քիչ էլ դժվարությամբ կարամ ասեմ, որ համարյա ասֆալտբետոնե գործարանի կմախքն էր մնացել։ Բայց համառ քրտնաջան աշխատանքի շնորհիվ ընկերությունը բերեցինք, հասցրեցինք մրցունակ մակարդակի։ Բանկային համակարգը ասեմ, որ ի սկզբանե կարողացա մեզ օգտակար լինել, առավելություններից մեկը այն եղավ, որ իրոք շատ արագ ձեռք բերեցինք վստահություն բանկի մոտ ու ինչ խնդիրներ եղավ, դա կլինի բանկային երաշխիքներ, լիզինգային տարբերակով տեխնիկաների ձեռքբերում, կլինի վարկային գծեր, կլինի վարկ։ Մի խոսքով շատ արագ, ընդամենը 4-5 օրվա մեջ մեր խնդիրները լուծվում են։ Բանկային համակարգը օգնում է, որ տնտեսավար սուբյեկտը չունենա դժվարություն, առավել ևս ֆինանսական դժվարություն։
հյուրանոցառեստորանային համալիրը գործում է 2018 թվականից։ Խորեայի ձորի անվանումը ունի իր պատմությունը, քանի որ Մովսես Խորենացին սյունեցի է եւ իր գերեզմանը գտնվում է Սյունիքի Կորնի ձոր գյուղում, այդտեղից էլ եկել է Կորնի Խորնի Խորեայի ձոր անվանումը։ Սկզբից գործում էինք որպես ռեստորան եւ ունեինք ընդամենը 5 սենյակ։ Այժմ գործում է 21 սենյակ եւ ունենք ավելացումներ, շուտով կբացենք նաեւ եւս 3 սենյակ, մինչ եկող տարվա փոփոխությունները։ Բիզնեսի նպատակը որ կար, մտահղացումը որ կար, ֆինանսավորման հետ ունեինք խնդիր եւ դիմեցինք բանկ եւ շնորհիվ վարկավորման կարողացանք հիմնել մեր բիզնեսը։ Եվ մինչև հիմա էլ բանկը միշտ մեր կողքին է եւ միշտ աջակցում է մեր ծրագրերը իրականացնելուն։ Հիմնականում շինարարության համար ենք վերցրել վարկավորումը, մնացածը կահավորում եւ տեխնիկական զննումը արդեն աշխատելու ընթացքում քիչ-քիչ հասցրել ենք։ Եթե փորձենք բանկերի հետ համագործակցությունը գնահատել, ապա բնականաբար 5 աստիճանում գնահատեմ 5 այդ ցանկակի սահմաններում, որովհետև բանկի ներդրումը մեծ է, բնականաբար առանց վարկավորման մեր ծրագիրը, մեր նպատակները չէին կարող իրագործել։ Մեր ընկերությունը զբաղվում է կաթի վերամշակման գործունեությամբ։ Կաթի վերամշակման պատմությունը ընկերությունը սկսվում է 1929 թվականից։ Հայաստանի կարծում եմ ամենահին կազմակերպություններից մեկն է։ Ընկերությունը մշտական աշխատող որպես այդպիսին ունի 40-ից ավել աշխատակից, սեզոնային աշխատակիցներ կարող են ավելանալ 50 եւ մի քիչ ավել։ Արտադրությունը բազմապրոֆիլ է, մենք արտադրում ենք պաների տարբեր տեսակներ, այդ թվում հայկական ավանդական պանիրներ, սուլուգունի տեսակի պանիրներ, կիսաչոր, աղի, կիսաաղի պանիրներ, ինչպես նաև կաթնամթերքի լայն տեսականի։ Սպառումը հիմնականում իրականացնում ենք Սյունիքի մարզում եւ Երևանում ու Երևանամերձ շրջաններում, ինչպես նաև ունենք արտահանման բավական փորձ, ներկայումս Միացյալ Նահանգներում ենք արտահանում, արդեն շուրջ 2 տարի է, փոքր քանակությամբ արտահանում ենք Ղազախստան եւ փորձեր ենք կատարում նաեւ դեպի թեքվել դեպի արաբական շուկա։ Ցանկացած կազմակերպություն, որը վարում է հաշիվներ, չի կարող առանց բանկի աշխատել, դա անհնարին է։ Բազմապրոֆիլ համագործակցություն կարող եմ ասել, սկսած վարկավորումից, հաշիվների սպասարկումից, լիզինգի ծառայություններից, SWIFT եւ այլն։ Բավական հաջողությամբ վերջի տարիներին հատկապես օգտվել ենք լիզինգի ծառայություններից։ Միայն կարող եմ ասել, որ վերջի 2-3 տարիներին 8 հատ լիզինգի պայմանագիր ունենք, արևային կայաններից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող սարքավորներ։ Փորձեմ չգերագնահատել բանկային պրոդուկտների առավելությունները, բայց ամեն ինչ որ կապված է փողի եւ փողի շրջանառության հետ, պետք է իրականացնել բանկերի միջոցով։ Մենք հիմա գտնվում ենք Կապային համայնքի Ուժանից բնակավայրում, այծաբուծական անասնաֆերմայում, որը որ հիմնադրվել է 2022 թվականին։ Անասնաֆերման ձեռք է բերվել Կապանի համայնքապետարանից, կարելի է ասել սովետական միության փլուզումից հետո լքված անասնաֆերմա։ Մեծ ծավալի աշխատանքներ է կատարվել անասնաֆերմայի վերանորոգման համար, որպեսզի արդեն ինքը պատրաստ լինի կենդանիներին ընդունի։ Երկար տարիներ մեծ ցանկություն ու նպատակ կար այծի պանրի արտադրություն հիմնել։ Այս գաղափարը իրականացնում ենք մենք 2 գործընկերներով։ Մենք ամբողջ process-ը կյանքի կոչելուն սկսեցինք մեր սեփական միջոցներով։ Քայլ առ քայլ կենդանիներ ներկրեցինք արտերկրից, Ավստրիայի Հանրապետությունից։
ընթացքով պայմանավորված պետք էր ընդլայնվել, ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել կենդանիների ապրելու համար, աշխատանքի կազմակերպման համար, ավելի գրագետ մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ կիրառել, որպեսզի թե կենդանիները ունենալ առողջ կենդանիների գլխաքանակ, թե աշխատանքի կազմակերպումը ավելի գրագետ տեղի ունենա։ Այդ իսկ պատճառով 25 թվականին նորից մենք լծվեցինք ընդլայնման փուլին։ Այս երկրորդ փուլում էլ նորից մենք դիմեցինք Ակվա բանկին։ Հուսալի գործընկեր, որ ինչ որ պահին, եթե դու կարող ես ֆինանսական դժվարությունների հանդիպես, միշտ պատրաստակամություն է հայտնել ու գործնականում էլ ապացուցել է, որ որպես հուսալի գործընկեր ինքը միշտ քո կողքին է։ Բացի ֆինանսական աջակցությունից, բավականին գիտելիքներ է փոխանցվել ինձ, իմ հետագա քայլերը ճիշտ, ճշգրիտ, ավելի խելամիտ կազմակերպելու համար։ Խորհուրդներ ես հարցնում, մարդիկ ասենք ճշգրիտ քո հարցերին կարողանում են պատասխանել։ Ամենակարևոր հարցի էությունն նրանում է, որ գիտեք, տված պատասխանը լիովին սպառիչ է, դա ասենք ամբողջովին քեզ բավարարում է։ Գաղափարը սկսվել է դեռ վաղուց, ուսանողական տարիներից ես կասեի, միշտ էլ ես երազել եմ ու նպատակ եմ ունեցել ունենամ իմ ատելյեն։ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան ավարտելուց հետո արդեն մի տարի Երևան աշխատեցի, հետո որոշեցի տեղափոխվեմ այստեղ։ Բնականաբար ճիշտ որոշում էր, սկսել եմ ընդամենը 2 հին մեքենաներից, մեկը սա է, ու մի հատ հին պուճուրիկ ավերլոկ եմ ունեցել, հետո տենց աստիճանաբար քիչ-քիչ մեքենաներս ավելացրեցի, նպատակներս մեծացրեցի, բնականաբար որոշեցի տարածք ձեռք բերել։ Ցանկանում էի շատ տարածք ձեռք բերել, այստեղ բնականաբար համոզեցի նախկին տարածքի տիրոջը, հետո արդեն սկսեցի հերթով բանկերով շրջել, երևի թե ամենահարմար տարբերակը Արչին բանկն էր, բնականաբար ինձ շատ լավ աջակցեցին իրենց օգնությամբ ձեռք բերեցի այս տարածքը, որը արդեն իմն է, ու տենց հուսամ հետագայում նույնպես ավելի կզարգացնեմ, ավելի կմեծացնեմ իմ գործունեությունը, քանի որ նպատակներ շատ ունեմ, ու ամենակարևոր նպատակս է բնականաբար, որպեսզի իմ անունը եւ իմ լոգոն համաշխարհային լինի, այնպես որ ձգտում ենք դրան։ Կահույքի արտադրման նախաձեռնությունը ստեղծվեց ընտանիքից 2011 թվականին, որը հետագայում անվանվեց Modern House։ Սկզբում նախաձեռնությունը այսպես է եղել, միայն պատվերով կահույքներ արտադրել, հետագայում հաճախորդների վստահության եւ գոհունակության բազմաթիվ արձագանքների հետևանքով սկսվեց արտադրամասը ընդլայնվել եւ ինչպես տեսնում եք 15 տարի է արդեն բիզնեսը գործում է։ Դժվարություններ իհարկե բոլոր բիզնեսներում լինում են, ինչպես նաեւ մեզ մոտ։ Առաջնային դժվարությունները ինձ թվում է արտադրական կազմակերպության հիմք դնելն է, դիզայներական ոճի հիմքն է, ինչպես նաեւ ամենամեծ դժվարություններից մեկը դա բնականաբար մրցակցությունն է շուկայում, որը հաղթահարվել է։ Բացի Modern House արտադրամասից գործում է նաեւ Modern House խանութ սրահը, որը ի դեպ Սյունիքի մարզի ամենախոշոր կահույքի սրահն է։ Կոմերց բանկի հետ համագործակցում ենք 2019 թվականից։ Բանկի շնորհիվ մենք ձեռք ենք բերել բավականին սարքավորումներ, ընդլայնել ենք մեր արտադրությունը, բարձրացրել ենք որակը սարքավորումների շնորհիվ։ Ի դեպ ասեմ, որ շարունակական են լինելու արտադրամասը ընդլայնելու դեպքում, եւս ունենք նախաձեռնություններ ավելի զարգացնելու։ Իհարկե ընդլայնվելու դեպքում միանշանակ շարունակելու են գործունեությունը Կոմերց բանկի հետ, քանի որ տարիների փորձը ապացուցել է, որ բավականին հուսալի գործընկեր է։
ընկերությունը զբաղվում է ինտենսիվ այգեգործությամբ, խնձորի ինտենսիվ այգիներ, շուրջ 7 հեկտար եւ մեղվաբուծությամբ, օրգանական մեղվաբուծությամբ եւ պտղի լայնածավալ վերամշակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Սկզբում հիմնել ենք շուրջ 2.5-3 հեկտար այգին, որտեղ հիմա գտնվում ենք, 16 թվականին, 18 թվականին ավելի լավ արդեն հիմնել ենք մյուս այգին։ Ունենք ուրեմն շուրջ 7 հեկտար այգի, խնձորի ինտենսիվ, ամեն ինչով համալրված, կաթիլային ոռոգում, հակակրկտային ցանցերի համակարգ եւ այլ նորարարություններ։ Վերամշակման արդյունքում ստանում ենք խնձորի թարմ քամած հյութ, քացախի ֆանտաստիկ տեսականի, խնձորի քացախ, մեղրի քացախ, բալզամիկ քացախ, բալզամիկ հնացված քացախ ունենք 7 տարի հնացված խնձորի բալզամիկ քացախ, մրգողիների լայն տեսականի, խնձորի, տանձի, ծիրան, դեղց, սալոր եւ թութ իհարկե, հա։ Եվ իհարկե օրգանական մեղվաբուծությունը, որը մեր ընկերության քարշակը։ Մեր գործունեությունը ոչ թե հարթ չի ընթանում, հենց խոչընդոտերով, բարբերաբար ու չգիտեմ այդ խոչընդոտները երբևիցե վերանալու են։ Բանկային համակարգը խոչընդոտների մեջ չի մտնում։ Բանկային համակարգը դե կայացած ամենասահուն մասն է։ Այդ գալիս է իհարկե երկու ստեկ, հա, աշխատում ենք բավականին երկար տարիներ մեկ-մեկու հետ եւ ոնց որ ասած կես խոսքից հասկանում ենք, խնդիր չունենք բանկային համակարգի հետ, ցանկացած հարց լուծվում է, քննարկվում է եւ լավագույն տարբերակներ, լավագույն լուծումներ, խոսքը միայն վարկերի մասին չի, խոսքը բանկային համարյա բոլոր ծառայություններից օգտվում ենք, լիզինգային ծառայություններ, ֆակտորինգային ծառայություններ, փոխանցումներ աշխարհի տարբեր կետեր։ Իրներ ձեռներեց Հայաստանում կոնկրետ Սյունիքի մարզում այդ ամենապատվելի կոչումն է։ Ընդհանրապես ամեն ինչ տնտեսության վրա է հիմնված։ Տնտեսություն կունենաս, տանկ կունենաս։ Տնտեսություն չես ունենա, տանկ չես ունենա։ Ապրում եմ Գորիսում, բայց խնձորեսկցի եմ։ 44 օրյա պատերազմից հետո հուսահատված ժողովրդին փորձեցի ապացուցեմ, որ մի հեկտար հողից կարելի է ստանալ առաջվա 10 հեկտար հողի եկամուտները։ Որոշեցի եւ այդ պետական ծրագրից օգտվելով անտոկոս վարկ, օգտվելով կառուցեցի Սև Սալորի այգի 7000 մետրի համար ստանալով 20 միլիոն ծրագրով վարկ։ Շինարարությունը ես կազմակերպեցի 7000 մետրի փոխարեն ստացվեց 1 հեկտար Սալորի այգի։ Դրան զուգահեռ փորձեցի նորից որը կազմակերպեցի Ծնեբեկի ցանկ, էլի ժողովրդին ցույց տալու համար, որ 1 հեկտարից կարելի է 10 միլիոն ստանալ, ոչ թե 100,000 ծորենի, ինչպես ծորենի ժամանակ։ Եվ այդքանը ստացվեց, սպասում եմ այս տարի արդեն եկող Յալնանը բերքի տակ է, սպասում եմ բերքի, սպասում եմ իմ առաջարկությունները, որ ապացուցվեն ժողովրդի մոտ, իրանք էլ սկսեն ինձ նման աշխատելը և փորձեն սահմանը մեր յուղից չքոչել, չգնալ, եկամուտները կստանան, լավ կապրեն, բոլորս էլ կուրախանանք։ Հին խնձորեսկ քանդվելուց հետո մնացել է նստված տված իմ մեջ, որ ինչու քանդել։ Եկավ ժամանակները, հնարավորություն ստեղծվեց, փորձեցի հին խնձորեսկում ձորում, ոչ այնպիսի մի բան անել, որ սովորական չէ, ոչ որոշեցի կամուրջ կառուցել, ճոպանել կամուրջ։ Հետագայում իր հնչեղություն բերելը, հետաքրքրելը, բերեց և փաստաթուղթ, և տուրիստ, այդ ուղղությամբ էլ հին խնձորեսկը
դարձավ թանգարան ըստ ինձ, գումարվելով Մխիթար Սպարապետին եւ Քարանձավների քաղաքին։ Ընդհանրապես ես իմ ճակատագրից շատ եմ գոհ, ինձ հետ բոլորի հետ ստացվում աշխատել իմ մոտ, առանձնապես բանկերի։ Եթե հետը մաքուր ես բանկի հետ, ինքը ավելի մաքուր է։ Եթե այդքանով ես շնորհակալ եմ բանկերից, բոլորից։ Ըստ ինձ լինել հայ մեկ է, ապրել Սյունիքում այլ է, ըստ ինձ, թող ինձ ներեն, այստեղ գիտես ինչի համար ես պայքարում, հնարավոր է ես մեկ այլ տեղ չկարողանայի, բայց այստեղ ինձ համար ուղղակի կյանք է պայքարելը հանուն Սյունիքի։